Խորհրդարանական համագործակցության շրջանակում Երևանում էին Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամները, հանդիպումների շարք ու օրակարգային հարցերի շրջանակ։ Պատվիրակներին նախ ընդունեց ազգային ժողովի նախագահի տեղակալը Ռուբեն Ռուբինյանը կարևորեց Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումը, փոխայցերի ակտիվացումը։ Խորհրդարանականներն անդրադարձան նաև Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին։ Մեքսիկայից ժամանած պատվիրակության հաջորդ հանդիպումը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ էր։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը երկու ժողովուրդները մոտ են միմյանց, նշեց Սարգիս Խանդանյանն ու շեշտեց, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը։ Քաղաքական երկխոսությունից բացի պատգամավորը մատնանշեց տնտեսական, մշակութային, կրթական ուղղություններն ու туриզմի զարգացումը։ Այս համատեքստում էլ կարևորվեց երկկողմ չվերթների իրականացումը։ Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին Սարգիս Խանդանյանը դիմեց մեքսիկացի գործընկերներին ընդգծելով, որ իրենք մեր երկրում են հաստատված խաղաղության շրջանում։ Հայաստանն ու Ադրբեջանը 30 տարվա հակամարտությունից եւ պատերազմներից հետո վերջապես սկսել են երկխոսել ու նաեւ վերջին 2 ամիսների ընթացքում սկսվել է որոշակի առևտրային գործունեություն երկու երկրների միջև, բայց իհարկե սա դեռ սկիզբն է ու պետք է առաջ շարժվել, պետք է այդ կամքը ցուցաբերել եւ առաջ շարժվել, որպեսզի հաջորդ սերունդները այլևս երբեք պատերազմ չտեսնեն։ Փոխգործակցությանը վերաբերող հարցերի մեկ այլ շրջանակ էլ քննարկվեց Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի հետ հանդիպմանը։ Այդ երկրի հետ հարաբերությունների ել ավելի սերտացումը եւ համագործակցության շրջանակի լայնացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից։ Մեքսիկայի ընտրություններից հետո իրենց падգամավորների պալատում նոր բարեկամական խումբ է ձևավորվել եւ իրենք եկել են առաջի ճանաչողական այցով Հայաստան։ Առաջին անգամ եմ Հայաստանում, հրաշալի երկիր ունեք։ Ուրախ եմ փոխգործակցության համար։ Առաջինը, որը գրավեց իմ ուշադրությունը, ձեր երկրում արձանագրված տնտեսական աճի տեմպերն են եւ հետաքրքիր են օրենսդրական այն փոփոխությունները, որոնք հիմք են հանդիսացել տնտեսական զարգացման համար։ Պատվիրակները մինչ Հայաստանից մեկնել եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։